Տարածաշրջանը նորից մտել է լուրջ վերաձևակերպումների փուլ։ Այն, ինչ առաջին հայացքից թվում էր սովորական տեխնիկական որոշում, բեռնափոխադրման սակագնի փոփոխություն, այսօր դարձել է քաղաքական լարվածության նոր օջախ։ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած ճգնաժամը կրկին ցույց է տալիս, թե որքան փխրուն է Հարավային Կովկասի հավասարակշռությունը և որքան արագ կարող է լոգիստիկ հարցերը վերածվել աշխարհաքաղաքական բախման։ Վրաստանի կառավարական որոշումը միանվագ անվճար թույլ տալ Հայաստանի համար նախատեսված ադրբեջանական նավթամթերքի տեղափոխումը, իսկ հաջորդ բոլոր բեռների սակագինը կտրուկ բարձրացնելը Բաքվում ընկալվեց ոչ թե որպես տեխնիկական, այլ խորքային ազդեցություններ ունեցող քայլ։ Այս մի գործընթացը դարձավ հենց այն վերջին կաթիլը, որը ստիպեց Ադրբեջանին վերանել իր վերաբերմունքը Թբիլիսի նկատմամբ և նույնիսկ մտածել, արդյոք ժամանակը չէ լոգիստիկ քարտեզը ամբողջությամբ փոխելու։ Վրաստանի որոշումը ըստ ադրբեջանական կառավարամետ շրջանակների ոչ միայն անսպասելի էր, այլև հակասում էր այն երկարամյա փոխշավետ համագործակցությանը, որը ձևավորվել էր երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային և տնտեսական ուղղություններով։ Նրանք մեկնաբանեցին այս քայլը որպես ոչ կառուցողական ու վտանգավոր, հատկապես մի շրջանում, երբ տարածաշրջանը փորձում է ձևավորել նոր կապուղիներ և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է իր դժգոհությունը բաց տեքստով։ Բաքուն պնդում է, որ Վրաստանի գործողությունները կարող են խաթարել համատեղ ծրագրերը, իսկ ամենակարևորը՝ վտանգել այն վստահությունը, որը տասնամյակներով կառուցվել է։ Սա այլևս միայն տնտեսության մասին չէ, սա քաղաքականության, տարածաշրջանային դերակատարության և ռազմավարական ինքնության մասին է։ Վրաստանի կողմից ընդունված որոշումը, որը վերաբերվում էր Հայաստանին հասցեագրված ադրբեջանական նավթամթերքի տեղափոխման սակագներին, առաջին հայացքից կարող է թվալ որպես սովորական տնտեսական քաղաքականության փոփոխություն, բայց իրականում այն ունեցավ շատ ավելի խոր ազդեցություն, դառնալով քաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի պատճառ։ Վրացական կողմը սկզբում թույլ տվեց միանվագ անվճար տեղափոխում, ինչը ներկայացվեց որպես տեխնիկական կամ բացառիկ քայլ, սակայն հենց հաջորդ բեռների համար սահմանվեց նոր սակագին՝ $92 մեկ տոննայի համար 111 կիլոմետրանոց տարանցիկ հատվածով անցնելու դեպքում։ Սա թվացյալ սովորական թիվ է, բայց այն անմիջապես աղմուկ բարձրացրեց Բաքվում համեմատության համար։ Ադրբեջանի տարածքում նմանատիպ բեռի տեղափոխման սակագինը մոտ 40 անգամ ավելի ցածր է, իսկ Վրաստանի տարածքում մոտ 20 անգամ ցածր, երբ խոսքը գնում է այլ երթուղիների մասին։ Այս պարամետրերը Բաքվի կառավարանամետ շրջանակները որակեցին որպես անհամաչափ, անտրամաբանական և նույնիսկ քաղաքականապես մոտիվացված։ Ադրբեջանի կառավարության աջակցող տեղեկատվական հարթակները հրապարակավ հայտարարեցին, որ այս քայլը տորպեդարում է տարածաշրջանային փոխադարձ վստահությունը և որևէ կերպ չի տեղավորվում ռացիոնալ տնտեսական ռազմավարության շրջանակներում։ Նրանք կոչ արեցին Թբիլիսիին ուշքի գալ, ցուցադրել քաղաքական հասունություն և վերադառնալ կառուցողական դաշտ։ Հենց այս տոնով սկսվեց այն քննարկումը, որը հետագայում վերաճվեց ավելի լայն բանավեճի՝ արդյոք Վրաստանը փոխում է իր տարածաշրջանային հավասարակշռությունը։ Բաքվում համոզված են, որ Վրաստանի քայլը չի կրում մեկ օրվա կամ մեկ որոշման տրամաբանություն, այն դիտվում է որպես նոր քաղաքական վարքագծի արտահայտություն, որի հետևում կարող են կանգնած լինել ներքին քաղաքական հաշվարկներ, արտաքին ճնշումներ կամ տարածաշրջանում մրցակցող ուժերի միջամտություն։ Վրաստանը երկար տարիներ համարվել է Ադրբեջանին առավել բարեկամական և տնտեսական առումով լավագույն գործընկերներից մեկը։ Վրաստանի տարանցիկ դերը կարևոր է եղել Բաքվի համար, ինչպես նավթամուղիների, այնպես էլ երկաթուղային ու ավտոմոբիլային կապուղիների տեսանկյունից։ Ու հենց այս պատճառով Բաքվում հենց այսօր հարցը դրվում է ավելի կտրուկ։ Տարանցիկ մենաշնորհը Վրաստանին իրավունք չի տալիս քաղաքականացնել սակագները, երբ խոսքը գնում է տարածաշրջանային խոշոր նախագծերի մասին։ Չնայած սակագնի բարձրացումը կարևորվեց, իրական փորձության պահը դարձավ այն, որ այս ամենը տեղի ունեցավ այն պահին, երբ Ադրբեջանը կատարում էր պատմական որոշում՝ մատակարարել նավթամթերք Հայաստան։ Այս գործընթացը հնարավոր էր միայն Վրաստանի երկաթուղով։ Ու հենց այդտեղ է, որ Բաքուն զգաց, որ իր լավ կամքը կառուցողական քայլը կարող է դառնալ լծակ վրացական կողմի համար։ Սաակաշվիլին արձագանքելով այս իրավիճակին նույնիսկ հայտարարեց՝ այդպիսի սակագին սահմանելը այնքան անհետեթ է, որ ավելի լավ կլիներ ուղղակի մերժել։ Նա բաց տեքստով նշեց, որ Վրաստանի գործողությունները ավելի շատ նմանվում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը արգելակելու փորձի, քան տնտեսական քաղաքականության։
Վրաստանի կողմից սահմանված նոր սակագները Բաքվում ընկալվեցին ոչ միայն որպես անհարկի բեռ, այլ որպես ազդակ, սկսելու վերագնահատել սեփական լոգիստիկ ճարտարապետությունը։ Այսօր Ադրբեջանը առաջին անգամ այս մակարդակով խոսում է այն մասին, որ Վրաստանից կախվածությունը այլևս չի կարող դիտվել որպես անփոփոխ իրականություն։ Ադրբեջանում այժմ քննարկվում է մի գաղափար, որը իրականում լրիվ նոր չէ։ Խորհրդային տարիներին կար երկաթուղային գիծ Բաքու-Ղազախ-Իջևան, որը երբևէ ունեցել է ռազմավարական նշանակություն, այդ ուղին տարիներ շարունակ չի գործում, սակայն այսօր այն նորից հայտնվել է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Այժմ Բաքուն ուսումնասիրում է, ինչ տեխնիկական պայմաններ կան այդ հատվածը վերականգնելու համար, որքան ժամանակ կպահանջվի, ինչ ծավալի բեռներ կարելի է տեղափոխել եւ ամենակարևորը, արդյոք սա կարող է նվազեցնել Վրաստանի նկատմամբ ունեցած տարանցիկ կախվածությունը։ Այս պայն քննվում է Ղազախից մինչև Հայաստանի հետ սահմանային հատվածը տարածվող գծի հնարավոր վերակառուցումը։ Թեև այս նախագիծը չի կարող իրագործվել մեկ գիշերում, սակայն այն արդեն նշան է, որ Ադրբեջանը պատրաստվում է բացել նոր խոսք տարածաշրջանի լոգիստիկ քարտեզում։ Բաքվում քննարկվում է նաև մտահղացումներ նաև այլընտրանքային միջանցքների վերաբերյալ։ Սա ներառում է նոր կապուղիների կառուցման հեռանկար, գործող տարածաշրջանային նախագծերի ընդլայնում, ինչպես նաև Լավրենայի, Կասպյան ավազանի եւ Միջին Ասիայի այլ ուղղությունների ներգրավում։ Այս համատեքստում Վրաստանի ներկայիս ռազմավարությունը ընկալվում է ոչ թե ուժեղացման, այլ սեփական դիրքերի թուլացման ճանապարհ։ Որքան ուժեղանում են այլընտրանքները, այնքան պակաս կարևոր է դառնում վրացական ուղին։ Ադրբեջանում համոզված են, որ աշխարհագրական մենաշնորհները հավերժ չեն։ Տարանցիկ պետության առավելությունը պահպանվում է միայն այն դեպքում, երբ այն պահպանում է հավասարակշռված, հաշվարկված եւ կառուցողական քաղաքականություն։ Այս ամբողջ պատմությունը այլևս սովորական տնտեսական վեճ չէ։ Վրաստանի որոշումը ստեղծեց մի իրավիճակ, որը ստիպեց Ադրբեջանին վերանել ոչ միայն իր հարաբերությունները Թբիլիսիի հետ, այլ նաև տարածաշրջանի նկատմամբ իր ընդհանուր մոտեցումը։ Այսօր արդեն ակնհայտ է մի բան. Հարավային Կովկասը մտնում է նոր շրջափուլ, որտեղ պետությունների քայլերը այլևս չեն դիտվում մեկուսացված, այլ ամբողջական համակարգի մաս են։ Վրաստանը ցույց տվեց, որ ինքն ունի իր հաշվարկները, բայց դրա դիմաց Ադրբեջանը նույնպես արձագանքեց հավասարապես ուժեղ եւ հեռուն գնացող քայլերով։ Այժմ Բաքուն ուսումնասիրում է այլընտրանքային ուղիներ, որոնք կարող են փոխել տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը։ Իսկ Թբիլիսին, ըստ ադրբեջանական գնահատականների, մնում է հասկանալ, որ տարածքային մենաշնորհը չի կարող հավերժ լինել, եթե այն չի ուղեկցում հավասարակշռված եւ կանխատեսելի քաղաքականությամբ։ Այս իրավիճակը նաև ցույց տվեց, որ ցանկացած տեխնիկական որոշում կարող է դառնալ մեծ քաղաքական գործընթացի սկիզբ, որ տարածաշրջանում վստահությունը կառուցվում է տարիներով, բայց կարող է քայքայվել մեկ անխոհեմ քայլով, եւ որ լոգիստիկան այլևս միայն տնտեսական կատեգորիա չէ, այն դարձել է քաղաքականության, ազդեցության եւ տարածաշրջանային դերի կարևորագույն գործիք։ Վերջում մնում է մեկ կարևոր հարց. արդյոք Վրաստանը եւ Ադրբեջանը կգտնեն նոր հավասարակշռություն, թե այս ճգնաժամը կդառնա շրջադարձային կետ, փոխելով տարածաշրջանի ապագան։ Այս հարցի պատասխանը դեռ առջևում է, բայց արդեն այժմ տեսնում ենք, պատմությունը իսկապես սկսվել է նոր էջից։